Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ, որ բոլորով արձանագրենք։ Ազատության հրապարակում, մարդկանց հոզ բազմության, այդ պատկերի հաղթանակը բոլորինս է։ Այո! Բոլորդ ցույց տվեցիք, որ իշխանությունը վախենում է ձեզնից։ Բոլորդ ցույց տվեցիք, որ իշխանությունը վախենում է ձեր միասնությունից, եւ միայն միասնությունը կարող է բերել բոլորիս այն հաղթանակը, որտեղ մենք ձևակերպում ենք, որ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը պիտի լինի Հայաստանի հաջորդ առաջնորդը։ Իշխանությունը շատ անգամներ կարող է վախենալ ձեզնից, շատ գործողությունների կարող է գնալ, բայց մենք մեր քայլերով պիտի ապացուցենք, պիտի ցույց տանք մեր արդյունքներով, պիտի ցույց տանք, որ կարող ենք ունենալ ուժեղ Հայաստան, որ կարող ենք փոխել, որ կարող ենք փոխել իրեն, ինչպես մի քանի օր առաջ տեսակ Հունգարիայի վարչապետը Օրբանը արժանապատիվ կերպով պարտվեց, եւ Նիկոլ Փաշինյան, դու ինքդ պիտի հասկանաս, որ եթե մոտենում է քո պարտությունը, ավելի լավ է դա արժանապատիվ կերպով ընդունել, փոխարենը չվախենալ եւ ոչի շանել քո սեփական ժողովրդի հանդեպ, որովհետեւ եթե քո սեփական ժողովուրդը արձանագրեց, որ ուզում է փոփոխություն, ապա հունիսի 7-ին այդ փոփոխությունը գալու է։ Փոփոխություն! 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 Մի բան արձանագրեք, սիրելի ընկերներ, այսօրվա իշխանությունը տեսնում է, որ ժողովուրդը իրեն մերժում է, այսօրվա իշխանությունը տեսնում է, որ ժողովուրդը իրեն էլ չի վստահում, երբ ինքը քայլում է անգամ Երևանի փողոցներով, դուք բոլորս պիտի մենք մարդու նման միասնական մեկ բռունցքով, միավորված կերպով լինենք հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի կողքին։ Ազատություն փոփոխությանը, ազատություն Սամվել Կարապետյանին։ Սամվել վարչապետ